Եթերում տեսլականն է, բարև ձեզ։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարեց. Իսրայելը կոչնչացվի եւ հավելեց. Իրանը կկործանի նաեւ սիոնիստական ռեժիմը։ Ադրբեջան-Իսրայել բարձր մակարդակի հարաբերությունների, Մոսկվայի եւ Թեհրանի ծաղկող բարեկամության, միջուկային զենքի գործածության թաքնված դրվագների եւ այլ կարևոր հարցերի մասին այսօր խոսելու եմ հայագետ Լիա Ավետիսյանի հետ։ Նա եկել է որպեսզի բացի փակագծերը։ Խայտարակ սխալի վրա իրանց չբռնենք ու խայտարակ չանենք։ Իրանը կարող է կործանել Իսրայելը։ Իսրայելը նամուս չունի, խիղճ չունի, ինքը ամեն ինչի պատրաստ է, այն օրը գնացին 11 երեխա տեղում ոչնչացրեցին։ Իրանի զինված ուժերի հրամանատարը ասաց, որ դե իրանք արդեն պատրաստ են միջուկային զենքի լիցքավորման համար։ Տիկին Ավետիսյան, հայրենիքը ցավերի մեջ է, ինչպես պետք է բուժենք։ Պետք է կաշառակեր լինես դու, որպեսի հային բանտում պահես թուրք սպանելու համար։ 1000 ամոթ հարամը լի է փողը։ Աստված մի արածց է, Տիկին Ավետիսյան, եթե կրկին սև ուժերը պատերազմ հայտարարեն մեզ, տենց չի կարելի, էս ինչ աննամուսություն է։ Եվ դրա համար է նախազգուշական հայտարարություններ անում զինված ուժերի հրամանատարի բերանով։ Սպանեց իրենց գեներալներին, սպանեց իրենց ղեկավարներին։ Ուղղակի տերորիստական քայլերի մի հրաբուխ էր։ Պետք է իմանաս վաղվա Հայաստանը ինչպիսին ես տեսնում։ Այդպես չի կարելի առանց պլանավորելու ապրել։ Բարև ձեզ, Տիկին Ավետիսյան։ Բարև ձեզ։ Մեկ անգամ եւս շնորհակալություն եմ ուզում ձեզ հայտնել, որ հրավիրել եք ձեր տուն։ Սիրով։ Ձեր տանը հրաշալի հանդիպումներ են լինում եւ մենք ունենում ենք գեղեցիկ եւ բովանդակալից զրույցներ։ Իհարկե։ Տիկին Ավետիսյան, ճակատագրի բերումով կամ աշխարհագրական դիրքով Հայաստանը հայտնվել է մի վայրում, մի տարածաշրջանում, որտեղ բախումների թեժացում է արձանագրվում։ Իրան-Իսրայել հարաբերությունները պարբերաբար թեժանում, պարբերաբար թուլանում են։ Օրերս Իրանի հոգևոր առաջնորդը հայտարարեց, որ Իսրայելը կոչնչացվի։ Այսինքն Իրանի կոկորդին է մնացել Իսրայելը։ Իրար բացառող պետություններ են, որովհետև Իրանը մինչ օրս չի ճանաչել Իսրայելի գոյությունը, որովհետև գիտի պատմականորեն Իսրայել չի եղել։ Երբևիցե չի եղել։ Իսրայելը պատրանքը, երազանք այդ ժողովրդի, որը ուզում էր ունենալ հուդազուների օջախ։ Ի վերջո Իսրայել պատրանքը իրանք սկսեցին ապացուցել, որ այդպիսի պետություն եղել է եւ վերջը հասան այդ պետությանը երկրորդ համաշխարհայինը հրահրելուց հետո եւ դրա շնորհիվ հիմա Իսրայելն էլ տեսնելով, որ Իրանն ասում է դուք չեք եղել ու չեք լինելու, ուզում է Իրանի վերջը տա։ Իհարկե Խամենեի կարծիքի հետ ես համաձայն եմ, բայց ինքը օր ամիս ամսաթիվ չի ասել։ Դա երբ է լինելու, չգիտենք։ Հա, կլինի երևի 3-4-5 տարուց հետո։ Բայց կլինի իր ասածը։ Այսինքն Իրանը կարող է կործանել Իսրայելը։ Չէ, մենակով չի կարող իհարկե։ Գիտես, ցանկացած հաղթանակի համար պետք է ունենալ ընկերներ։ Ընկերներ, որոնք քեզ կսատարեն։ Նո, օրինակ Իրանը արդեն, ես քեզ ասեմ, 21 պլյուս 24, 45 տարի է արևմուտքի սանկցիաների տակ է։ Եվ իր սանկցիաները տարածվում են մոտավորապես 50,000 միավորի վրա։ Չիպեր են, չգիտեմ ինչեր են, 50,000 առարկա անվանացանկում կա, որ Իրանը չի կարող ստանալ արևմուտքից։ Իրանին շատ են հալածում արևմտյան երկրները, որոնք
պատկանում են ջհուդական լոբիին։ Իրանք թշնամի են իրար, անկեղծ թշնամիներ, ոչ են անկեղծավորություն անում, ոչ էլ են։ Ես ասում եմ քեզ կկործանեմ, են էլ ասում եմ չէ ես քեզ կկործանեմ։ Բայց շատ քաղաքագետներ այսօր թերագնահատում են Իրանի հզորությունը, Իրանի ռազմական ներուժը եւ ասում են, որ Իրանը միայն խոսում է, կոնկրետ գործողությունների չի գնա, առավել եւս տեր չի կանգնի իր այն արտահայտությանը, որ Իրանը կոչնչացնի Իսրայելը։ Հիմա դժվար պահեր են իրանց մոտ, որովհետև տես Իսրայելը ինչ արեց։ Վրա սպանեց իրանց գիտնականներին, սպանեց իրանց գեներալներին, սպանեց իրանց ղեկավարներին։ Ուղղակի տերորիստական քայլերի մի հրաբուխ էր։ Կադրային այսպիսի սովի պայմաններում չես կարող հաղթել։ Դու պետք է կադրերը աճեցնում ես, չէ՞։ Պետք է ունենաս այնպիսի մարդիկ, որոնց վրա հենվի պետությունը։ Այդ մարդիկ այսօր չկան։ Տիկին Լիա, Իրանի առաջնորդը նաև հավելել է, որ կկործանի նաև սիոնիստական ռեժիմը։ Դուք այդ երկրի հարևան երկրներում եղել եք ու նաև ժամանակ առ ժամանակ ուսումնասիրել եք հրյանների Իսրայել պետության այդ կարևոր եւ առանցքային կետերը։ Սիոնիստական ռեժիմ։ Եկեք մի քիչ ծավալվենք այդ առումով։ Սիոնիստական ռեժիմը ինչպես է հիմնադրվել, երբ է հիմնադրվել եւ ինչ նպատակ ունի։ Բոլորի մոտ կա կարծիք, որ դա բացասական է, չար ուժերի կողմից է եւ նպատակ ունի, որ կործանի աշխարհը։ Իրապես այդպես է եւ ինչ առաքելությամբ են եկել այս աշխարհ։ Գիտես ոնց, քանի որ հայոց ցեղասպանությունը սիոնիզմի պարագլուխների հեղինակած ծրագիրն էր, մենք չենք կարող դրական նայել իրանց գործին։ Հերցելը հեղինակներ են ծրագրի, որ հայերին ցեղասպանեն։ Հերցելը սիոնիզմի հիմնադիրն է։ Երբ որ 1884 կարծեմ թվականին առաջի համագումարը եղավ համաշխարհային սիոնիզմի եւ իրանք հռչակեցին մոտակա 30 տարվա պլանները, ինչ ասեցին եղավ։ Պայծառատես չէին, չէ՞, ուղղակի իրանց զորը այնքան էր, իրանց ուժը այնքան էր, որ կարողացան հասնել դրան։ Ասեցին, մենք պետք է հասնենք համաշխարհային հեղափոխության, դրա համար խանգարում են կայսրությունները պետք է կործանվեն։ Իրար հետևից կործանվեցին Օսմանյան կայսրությունը, ռուսական կայսրությունը, գերմանական կայսրությունը, ավստրո-հունգարականը։ Իրար հետևից շատ հետաքրքիր ձևով։ Հետո ասացին, որ պետք է ստեղծվի հուդազուների օջախ։ Հուդազուների օջախը ապագա Իսրայելն էր։ Դեռ Իսրայել գաղափարը պետականության կարկաս կմախք չէր ստացել։ Իսրայելը ուղղակի երազանք էր ավետյաց երկրի պես բան։ Առաջի համաշխարհայինը արդյունքը չտվեց։ Ուրեմն պետք էր հրահրել երկրորդ համաշխարհայինը։ Երկրորդի արդյունքով կարողացան ստեղծել Իսրայել։ Ստեղծել մի փուջուրիկ պետություն Փաղեստինում, որտեղ ապրում էին հազարամյակներով տեղացիները։ Դրանք հայ էին, արաբ էին, տարբեր ազգությունների մարդիկ էին։ Իսրայելը եւ Մեծ Բրիտանիան ունեն սահմանադրություն, ինչի, որտեղ սահմանադրությունը, եթե բառացի նայենք նույնիսկ սահմանների դրությունն է։ Սահմանա դնում այդ փաստաթուղթը։ Ասում է, ստեղից ստեղա։ Իսկ իրանց պետք չէր դա։ Ու իրանք սկսեցին ընդլայնվել։ Արաբական գյուղերը սկզբից տերորիստների խումբը եկավ ոչնչացրեց մի քանի գյուղ դեռ այն ժամանակ, հետո Սաբրա եւ Շատիլա գյուղերը վերացրեցին երեխա, մայր, հայր, պապիկ, տատիկ, խնա, բոլորին,
առանց բացառության։ Ախնակոտորեցին, ջարդեցին։ Հա, ոչնչացրեցին եւ սկսեցին զարգացնել ջհուդական ավանները։ Կիբուց ասածը սկսեցին տարածել, որտեղ շատ հետաքրքիր փորձ ունեն իրանք։ Կիբուցում օրինակ ամեն կիբուցում կա 50-60 բժիշկ։ Ինչի համար։ Որովհետև սպիդով հիվանդներին եւ ուրիշ տեսակի հիվանդներին աշխարհի բոլոր ծայրերից եթե ջհուդ են բերում են այդտեղ սկսում են բուժել։ Մենք կարծում ենք կիբուցը կոլխոզի պես բան է։ Դու միասի չէ։ Բուժում են, հետո տալիս են այլ փաստաթղթեր, նոր անունով, նոր ազգանունով եւ ուղարկում են աշխարհի տարբեր ծերեր, որ իրանք այդտեղ դառնան վարակի կենտրոնը։ Դեսպանները վարակի։ Այո։ Այստեղ որ խուլհամրերի բանում ակումբում հիմա ջհուդների ակումբ է դարձել Երևանում։ Այ Երևանում օպերայի հետևը։ Չկարծես ուրիշ նպատակ ունի։ Մի հատ ջահել երեխա խուճուճիկ բանը ասում է որ ցախալի զինվոր է, բայց բարձա որ Մոսադի զինվոր է։ Եկել այստեղ որպես հայագետ է ներկայանում։ Իր գիտելիքը նո մեր առաջի կուրսի բանասիրականի ուսանողի չափ չկա, բայց ինքը հայագետ է։ Օրինակ ինձ հայագետ մենակ դու ես անվանում։ Ես ինձ հայագետ չեմ համարում։ Ես արևելագիտություն եմ ավարտել, արևելագետ եմ։ Իմ մեծագույն ընկերները, հա, բանը Լեյլա Ստեփանյանը, Համլետ Դավթյանը, բանը Արմինը եւ մյուսները իրանք հայագետ իրանք չեն համարում, չնայած հայագիտական հսկայական հետազոտություններ են անում։ Իսկ այս փոքր անգրագետ ջհուդիկին հանեցին հայագետ, ինչի, որովհետեւ ինքը այդ բանով տոմսով, հա, հայագետ է գրած։ Կարող է մտնել ցանկացած արխիվ, կարող է մատենադարանի պահոց մտնի եւ դառնա այն կիբուցի վարակը, որը իրանք հանդիսանում են աշխարհով մեկ, ու ինքը հեղինակավոր կարծիք հայտնի։ Հիմա այստեղ սկսել են իրան հրավիրել որպես հայագետի։ Մի հատ կարևոր չէ։ Այդ շատ վտանգավոր բան է։ Իրանք գիտեն ձևը աբսորբցիա։ Իրանք գիտեն ոնց գան, մտնեն հասարակություն, ամրացնեն իրանց դիրքը ու արդեն այդ իրանց շոշափուկները տարածեն։ Տիկին Լիա, երբ խոսում ենք հայասպանության, հայկական մշակույթը վերացնելու եւ Հայաստանը որպես հին քաղաքակրթության կենտրոն եւ օրան աղավաղելու մասին, միանգամից խոսում ենք դրսի ուժերի մասին։ Երբ խոսում ենք դրսի ուժերի մասին, դա ոչ թե նորմալ է, այլ բնական է եւ հասկանալի է, որ դրսի ուժերը երազել են տասնամյակներով եւ դարերով, որպեսզի դա ոչնչացվի։ Բայց ամենահետաքրքիրը դա արվում է տեղացիների ձեռքով, հա, փաստորեն ձեր խոսքից կարելի է եզրակացնել։ Այո։ Որովհետև գիտես աշխարհը վերել նստացրել են փողի դաշտ։ Դրանք իրական հայեր են։ Չգիտեմ, ես դնեթեն չեմ վերցրել, բայց ես գիտեմ, որ ագահ մարդիկ են։ Իրանց փողա պետք, իրանք ծախվելով են փող աշխատում։ Ոչ թե գնում են բանա համբալություն են անում կամ մտավոր աշխատանք են անում։ Իրանք ծախվում են։ Հա փող աշխատում են ոչ թե գնալով համբալություն անելով կամ մտավոր աշխատանք անելով կամ չգիտեմ վեբ գրելով կամ օպերա։ Իրանք գնում են նախ փողը ստանում են ու սկսում են սրան ռեկլամել։ Այն մյուսն ականջում որպես հայագետի ու սենց կգնա, հələ սպասի, կգնա մինչև իր խայտարակ սխալի վրա իրանց սենց չբռնենք ու խայտարակ չանենք։ Իսկ ես ուշադիր հետևում եմ։ Ու խայտարակ եմ անելու ոչ միայն իրան, այլ իրան ռեկլամող այդ կաշառակետներին։ Իսկ ինչով է պայմանավորված, որ վերջին տասնամյակներում հատկապես Ադրբեջան-Իսրայել հարաբերությունները հասել են նման բարձր մակարդակի,
ինչ շահեր ունեն այդ երկու պետություն ասեմ, ժողովուրդներ ասեմ, իդեպ այդ մասով նաև արտահայտվել է Իրանը եւ ոչ գոհունակություն է հայտնել։ Ադրբեջանին եւ Իսրայելին ինչն է կապում այսօր։ Բան ազգային տար ժամանակին, երբ որ Իրանում կատարվեց Կավատի հեղափոխությունը, հեղաշրջումը, դա 6-րդ դարն էր։ Երկրի գլխին կանգնած վազիրը ջհուդ էր, հեղափոխության կոչերն էին, որ սեփականացնել, համանյակ կանացնել մարդկանց ունեցվածքը կենդանիներին, անասուններին եւ կանանց։ Այսինքն կանայք դառնում էին մատչելի բոլորի համար։ Եվ համատարած։ Եվ համատարած, բան կար, գրված էր պաշտոնապես, որ եթե մոտդ եկել են ընկերներդ, դու պետք է հյուրասիրես ոչ միայն սեղանի բարիքներով, այլ քո կնոջով։ Եթե դու գնացել ես մեկի կնոջ մոտ մտերիմ զրույցի համար, ապա եթե տեսնում ես դուրսը չալմայա դրած, ծալապատիկ նստի սպասի, մինչև չալմայի տերը հետ գա, չալման հագնի, դու քոնը դիր, մտի ներսը, եւ այլն եւ այլն։ Դա տևեց 40 տարի։ Դա բավականին մեծ մշակույթ ձևավորեց։ Դա մշակույթ չի, դա գենը պղծվեց։ 40 տարին Պարսիկի համար դա 3 սերունդ է։ Այդտեղ 13 տարեկան։ Դա էլ արվեց Իսրայելի ձեռքով։ Չէ, բասի ջհուդի ձեռքով Իսրայել չկար։ Իսրայել չի եղել, այ հոգուտ մատաղ։ Ջհուդի ձեռքով։ 40 տարի այդ խայտարակությունը տևեց։ Այդ ժամանակ այդ վազիրի կինը, որը ջհուդ էր, ստեղծեց պետություն, անունը Մազուխա, ջհուդական պետություն, ինչքան իրանց պահոցներում ոսկի կար քշեցին այդտեղ 7 տարի, իրանք այդպես բան ունեն, եթե 7 տարի ինչ-որ հիմնարկ եղել է, ասում են պետություններ, 7 տարվա պետություն էլ նման, 7 տարվա պետություն եղավ։ Երբ որ վերջապես Խոսրով բանը շահի տղան վերադարձավ պատերազմից եւ պատժեց բոլոր ղեկավարներին եւ ինքը գահ բարձրացավ։ Այդ ջհուդական համայնքը տեղից փախավ, ուր փախավ։ Ադրբատականի այն մասը, որտեղ հիմա Ադրբեջանը։ Եվ իրանք մնացին մինչև ուշ միջնադար։ Այսինքն, ըստ ձեր խոսքի, Ադրբեջանում գտնվող Ատրպատական նահանգը, որը Ադրբեջանը համարում է իր քաղաքացիների բնակատեղին եւ ասում է, որ պետք է միանա Ադրբեջանին, տեղի բնակիչները ազգությամբ ջհուդ են։ Այո։ Այո։ Եվ ադրբեջանցի չեն, դե հասկանում ենք, որ ադրբեջանցի ժողովուրդ չկա։ Չէ, նույնիսկ Բաքվի շրջագայքում ապրողները էլի դրանք են։ Իրանք մնացին մինչև ուշ միջնադար, հետագայում նոր գնացին հյուսիսային Կովկաս, Խազարստան։ Դրա այդ իրանք են։ Դրա համար այդքան հարազատ է իրանց համար, որ Ադրբեջանում համալսարանը, որ այստեղ ամերիկյան համալսարանը, այդտեղ Իսրայելի համալսարանը, այստեղ ամերիկյան համալսարանը, այնտեղ Իսրայելի համալսարանն է, այստեղ ֆրանսիացիներն են ջուրը ղեկավարում, այդտեղ Իսրայելն է ղեկավարում, հեռախոսը եւ այլն, ինչ որ կա չկա, սա Իսրայելի ձեռն է։ Եթե դու տեսնում ես որևէ արտադրական հաջողություն, ուրեմն Թուրքի մեջքին կանգնած է ջհուդը։ Էսա։ Ու իրանց բոլոր հաջողությունները դրանով են պայմանավորված։ Ինչպես է նման խրոխտ հոգեցունց տեքստեր ասում Էրդողանը Իսրայելին։ Սպառնում, մաթափ տալիս։ Լսի, ախր ես զարմանում եմ։ Այդ ամբիոնը, երկիր ղեկավարելու ամբիոնը, թատրոնը։ Հիմա անընդհատ արդեն սկսել են պրոֆեսիոնալ դերասաններին չի նշանակել նախագահ իբր թե ընտրել։
Զելենսկին պրոֆեսիոնալ դերասան էր, չի դառավ նախագահ։ Ռեյգանը պրոֆեսիոնալ դերասան էր, դառավ նախագահ։ Եվ այդպիսի օրինակները շատ են։ Էրդողանը ինչ թատրոն խաղում է, ինքը բան է, ինքնագործունեություն է, ճիշտ է։ Պրոֆեսիոնալ ինքը չի եղել դերասան։ Մի հավատացեք։ Ոյ կներեք։ Մի հավատացեք, սուտ է։ Ինքը Պարծա ամոթ է, այս 22 արաբական երկիր կա, ևս 18 իսլամական երկիր կա, Էրդողան դու վեր կենաս ասես բանը, ես Իսրայելի կողմն եմ, քեզ ինչ կասեն, կտքեն երեսիդ օրը 26 անգա, դրա համար ինքը ասում է, մենք արաբների կողքին ենք։ Ինչով եք բացատրում եւ ինչով է պայմանավորված, որ օրերս Իրանի զինվածուժիրի հրամանատարը ասեց, որ թշնամիները դեռ չեն տեսել Իրանի իրական հզորությունը։ Ինչ է ուզում ասել Իսրայելին։ Դե իրանք արդեն պատրաստ են միջուկային զենքի լիցքավորման համար։ Դրա համար իրավունք ունի ասելու քիչ։ Մեջբերեմ գեներալի խոսքը, գեներալն ասել է, որ թշնամիները փորձում են ներշնչել, թե դիմադրությունը թուլացել է։ Այդ լուրերը տարածողներ եւ դրանց հավատացողները դա անում են, քանի որ դիմադրությունը համարում են ինչ-որ մեխանիզմ, որը կարելի է կոտրել, բայց դա այդպես չէ։ Գիտես ինչ, ես շատ եմ ափսոսում այն մարդկանց, որոնց սպանեցին։ Այսպիսի դաժան ձևով հերթով, բոլորին, մեկին տանը պայթացրեցին, մյուսին դուրսը պայթացրեցին, երրորդին ինքնաթիռում, տենց չի կարելի, ես ինչ աննամուսություն է։ Իրանց վիճակը դժվար է։ Իրանց Ռուսիայի վիճակը շատ դժվար է։ Մեր վիճակն էլ դժվար է, բայց մենք մեր գլուխը կպահենք։ Իրանի զինվածուժիրի հրամանատարը նաև հավելել է, որ ասելով, որ մենք դեռ չենք խաղում այս պինգ-պոնգ խաղը, որտեղ պետք է ցույց տանք մեր ուժերի միայն մի մասը։ Եթե մենք որոշենք խաղալ այս խաղը, ապա աշխարհը կտեսնի Իրանի իրական հզորությունը։ Նպատակը, որ փորձում են սերմանել, կեղծ է ու սխալ։ Իրանը կարծես թե հաճախ նման ելույթներով հանդես չի գալիս։ Ուրեմն նրա հետախուզությունը ինչ որ մի բան գիտի, ինչ որ մի պլանավորում իրականացվում է։ Եվ դրա համար է նախազգուշական հայտարարություններ անում զինված ուժերի հրամանատարի բերանով։ Ну, կարող է ձև լինի, կարող է իսկապես այդպես է, բայց այն, որ իրանք պատրաստ են արդեն այդ միջուկային զենքի համար միջուկները լիցքավորել, այդ փաստ է։ Նաև խոսվում է, որ շատ է խոսվում, որ Մոսկվայի եւ Թեհրանի ծաղկող բարեկամությունը փակուղը առաջ է կանգնեցնելու Իսրայելին եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Ես կարծում եմ, որ դա կլինի, բայց այդքան մոտիկ չի լինի։ Այսինքն Իսրայելը վախենում է, որ միջուկային զենք ստեղծելու գործընթացը Իրանը կարող է կյանքի կոչել։ Հա, իհարկե։ Վախենում է։ Հա։ Եվ գող սիրտը դող։ Եվ ինչերի է պատրաստ Իսրայելը։ Իսրայելը նամուս չունի, խիղճ չունի, ինքը ամեն ինչի պատրաստ է, այն օրը գնացին 11 երեխա տեղում ոչնչացրեցին։ Իրանք նամուս չունեն։ Իրանք ոչ մի բարոյական սահմաններ չկան, որոնք կվախենան հատել։ Մարդասպան պետություն է։ Մարդասպան։ Դրա համար ես չեմ զարմանում։ Այն որ հիմա Գազայից ոչ մի բան չեն թողել եւ ամբողջ աշխարհը լռում է, որովհետեւ բոլոր ԶԼՄ-ներին զգուշացրել են, ով ցույց է տվե որևէ պատկեր կամ նորություն այդ առիթով չի ստանալու գովազդի պատվեր։ Պատվեր չստացել մեռնում ես։ Արդեն քո օրաթերթը, հերոստա ալիքը վերանում է։ Երբ որ փողի աշխարհ է ստեղծում, փողով շատ հեշտ է կառավարելը, երբ որ լռում է աշխարհը, չկա, գազան չկա, նորություններում դու գազա ես տեսնում։ Չկա։ Ցնոր կա գազը։ Տիկին Ավետիսյան, առաջարկում եմ վերադառնալ Հայաստան եւ մեր տարածաշրջան, մեր կարևոր խնդիրների
մասին խոսենք։ Վերջապես։ Ինչ հնարավորություններ եք տեսնում այսօրվա վիճակից դուրս գալու համար։ Գիտես ինչ։ Մենք ունենք տասնյակ սոցիալիստական եւ կոմունիստական կուսակցություններ, որոնք շատ էլ լավ հիշում են ինչ էր սոցիալիզմը, որը ուղղությունն է բռնել էր դեպի կոմունիզմ։ Բայց ոչ մեկը որևէ հայտարարությամբ հանդես չի գալիս։ Չի ասում, որ եկեք այնպիսի համայնական ստեղծենք օրենքներ, որ շատ երեխա ծնվի, շատ ամուսնություններ լինեն, քիչ ապահարզաններ լինեն, մարդիկ քիչ մահանան։ Պարզ բան է, չէ՞, բայց մեզ մոտ տարեց տարի ավելի քիչ երեխա է ծնվում, ավելի շատ ապահարզաններ են լինում եւ ավելի շատ մարդ է մահանում։ Ու սրանք սուսփոսում այդ թեմայից вообще չեն խոսում, չեն ամաչում։ Նոր ընտանիքը պետք է լինի մեր ազատ անկախ Հայաստանի թիվ 1 նախագիծը։ Նոր ընտանիք, որը ստանում է անվճար նոր բնակարան, սովետի պես ուզում ես կոոպերատիվը այդտեղ տարեկան 3% էր։ Տարեկան վարկը 3% էր։ Անվճար բնակարան, երեխան ծնվեց, անվճար կրթություն, երեխան ծնվեց Աշոտսկում կամ Գավառում, ուզեց գալ Երևանում ստանալ կրթություն, պետք է ստանա անվճար կրթություն, թոշակ եւ անվճար հանրակացարան։ Ես բաներ չեմ մոգոնում, ոնց էր կար սովետի ժամանակ։ Վատներ սովետը լիանել KGB-ի գործակալը, հա։ Դե դուք լավ թուրքացած հայեր, այդ բաները արեք էլի։ Արեք։ Երեխան պետք է ունենա հեռանկար։ Ինքը սովորում է, որ ինչ դառնա։ Այդ ասպարեզը հետաքրքիր է, թե մենակ տուրիզմը, խալխի կոշիկները փայլացնելու։ Ինքը կարող է դառնալ ինժեներ-կոնստրուկտոր, գլխավոր ինժեներ, գործարանի տնօրեն, ինքը կարող է հրթիռներ սարքել, ուղղաթիռներ սարքել, էջ միացնում, ունենք ուղղաթիռի գործարան, ուր է։ Այս պետությունը ունի հնարավորություն դառնալու արդյունաբերող երկիր, ոչ թե ընդերքը քերող երկիր։ Տիկին Ավետիսյան, հիմա ամեն ինչ արվում է, որպեսզի, չգիտեմ, ջնջվի ազգի հիշողությունը, ջնջվի ազգի պատմությունը, ջնջվի ազգի հերոսական դրվագները։ Մեզ տանում են ու հերվածնում են մեր իրական առանցքից, հաղթանակներից, անգամ վշտից ու կորուստներից են մեզ հեռացնում։ Այս գործընթացը որքան է շարունակվելու եւ չի գալու ժամանակը, որ դատապարտվելու է։ Իհարկե գալու է այդ ժամանակը, բայց այսօրվա օրով իշխանության դրսից բերած մարդիկ ինչ են անում։ Այն ԳՍԼՄՏՊՍ կնիկը սկզբից դասը սովորած, կարդաց, որ նժդեն ՔԽ, ինչ հայոց պատմություն եւ այլն, իրան նոր նշանակեցին նախարար։ Այն տղան հիմա ցույց է տալի, թե տես Պետրոս կնիկը ինչա ցույց բանը խոսում։ Այդ կնիկը խոսացել է, հետո է դառել նախարար։ Տիկին Ավետիսյան, ամեն ինչ արվում է, որ երկիրը տանեն դեպի խաղաղություն։ Ինչ խաղաղություն։ Անընդհատ խաղաղություն, խաղաղության խաչմերուկ, այն ժողովրդի այն մարդկանց հետ, որ 2020 թվականին Ստեփանակերտում ծնդատուն կործանեց, ռմբակոծեց ծնդատունը։ Նորմալ է իր համար։ Մենք այսօր քաղաքակիրթ Ալիևի հետ փորձում ենք խաղաղության հասնել։ Ալիևը քաղաքակիրթ է, հա։ Այսպես են ասում։ Ասում են, Իսրայելը քաղաքակիրթ է, մեզ օրինակ են բերում Իսրայելը, հա։ Չէ, պետական մակարդակով Բարձր Պաշտոնյան ասաց, որ Ալիևը քաղաքակիրթ է։ Գիտես ինչ։ Տես, վատ նորությունները այսօրվա օրով 7-ը 1-ի է։ 7 վատ նորություն, մի հատ լավ։ Վատ նորությունները
անուն ունեն, դա կորտիզոլն է, լավ նորությունը դոֆամին։ Դոֆամինը երջանկության, ուրախության բանն է, հորմոնը, որը արտադրում է ուղեղը։ Կորտիզոլը արտադրում է MAC3-ը։ Հիմա դրանցից յուրաքանչյուրը իր ցանկությունները տարածում է մոտակա տարածքում։ Դոֆամինը ստեղ, էնել ստեղ։ Այսինքն մենք ապրում ենք կորտիզոլի գեր հագեցած վիճակում։ Այո, կորտիզոլը պետք է ինչի համար։ Մուկը վազեց, աղջիկը բախավեց թռավաթորի վրա։ Իր ռեակցիան է, բացասական ռեակցիան, բանը գործնական ռեակցիան է։ Եթե ինքը չի թռնում աթոռի վրա եւ չի գոռում, ինքը այդ բացասականները նայում է, ջղայնանում է, նեղվում է, ու իր հիշողությունը փչանում է, իր սովորելու ունակությունը իջնում է, իր արյան ճնշումը խանդավառվում է, իր շաքարը բարձրանում է եւ այլն դառնում է հիվանդ բաբու։ Ընդամենը լրատվության շնորհիվ։ Եվ դու չկարծես, որ այդ լրատվությունը պատահական է այդպես արված։ Դա էլ է քաղաքականությունը եւ ղեկավարությունը։ Այո, եթե բնականը 7-ին 1, 7 դրական դոֆամին եւ մի հատ կորտիզոլ, մեր նորություններում, մեր սմարթֆոններում ճիշտ հակառակն է 7 բացասական, մի հատ դրական։ Ես դրա համար կներես, միշտ մեր զրույցերի ժամանակ փորձում եմ շրջապտույտ անել լավի վրա, որովհետև վտանգավոր է խոսել վատից։ Եթե մենք շարունակենք այսպես սնվել նորություններով, եթե մենք չվերցնենք մեր ձեռքի մեջ մեր ինքնուսուցումը, մեր ուսուցումը, երեխաների կրթությունը, վարի կգնանք։ Տիկին Ավետիսյան, մենք խոսում ենք պարբերաբար եւ երազում ենք Խաղաղության պայմանագրի մասին, այնինչ Ադրբեջանը մեծ շուքով եւ շքեղությամբ եւ հզորությամբ պատրաստում է պատերազմի։ Դրա համար ձեռք է բերում բավականին մեծ քանակությամբ խոցող զինտեխնիկա, ինչի ականատեսն ենք լինում եւ իմանում ենք Հայաստանի Հանրապետության սահմանների մոտ անում է զորավարժություններ, միևնույն ժամանակ Խաղաղության պայմանագիր։ Սա միֆ է թե ինչ է։ Թատրոն։ Սա թատրոնն է։ Այդ թատրոնի ռեժիսորը ով է։ Շատ են ռեժիսորները, բայց նստավայրը Վելիկաբրիտանիա, Լոնդոն եւ Թել Ավիվ։ Էլի հա։ Հա։ Չի փոխվում այդ սող։ Տրուպայի ղեկավարները տեղ են։ Սրանք տրուպա են, չէ՞։ Սրանք աշխատող չեն, սրանք գիտելիք չունեն։ Այս աղջիկները, որ նախարար են դառը, ես իմ դատախազ են դառը, մարդու պաշտպան են դառը, մի հատ դրանց լսի բառապաշարը։ 120 բառ, այն հա Էլդեչկան Իլֆի Պետրովի մոտ ուներ 38 բառ։ Սրանցը մի քիչ ավելի շատ է։ Всё։ Աստված մի արածցե, Տիկին Ավետիսյան, եթե կրկին սև ուժերը պատերազմ հայտարարեն մեզ, ինչը այդքան էլ այնպես չի, որ իրատեսական չէ, եւ շատ-շատերը ասում են, որ այդ պատերազմն էլ հայտարարվող այնպես չի, որ սարերի հետևում է։ Եթե պատերազմ հայտարարեն մեզ, մեր անելիքը որտեղ է լինելու եւ հիմնականում ինչը պետք է լինի։ Սուտա։ Իրանք հիմա մեր ժամանակը, մեր հավեսը, մեր հնարավորությունը չունեն։ Այդ սա խոսակցությունն է։ Պետք չի ուղղությամբ մտածել։ Պետք է պատրաստվել իհարկե։ Իհարկե պետք է պատրաստվել, բայց անընդհատ նստել ասել, «Վայ, սա պատերազմը», չի կարելի էլի, ամոթ է։ Ամեն ինչը պետք է պատրաստել։ Բաներեն Սևամորթ առաջնորդն էր ասում Մարտին Լութեր Կինգը, ասում էր, եթե չես կարող թևերը բացելու թռնել, քայլի։ Հիմա ամեն օր պետք է քայլել մինչև քո ուրվագծած նպատակը, բայց որպեսզի դու քայլես այդ նպատակի ուղղությամբ, այդ նպատակը պետք է ուրվագծես, պետք է իմանաս վաղվա Հայաստանը ինչպիսին ես տեսնում։ Այդպես չի կարելի առանց պլանավորելու ապրել։ Դու պատկերացրու, եթե մարդը ապրի առանց պլանավորելու։ Չի մանա, երեխան
Դպրոց գնալու է, չի գնալու, ինքը տուն առնելու է, չի առնելու, փողոցում վեր են ընկնելու, թե ինչ են լնելու, դա չի կարելի, չէ՞։ Այս պետությունն է։ Մի տարվա պետություն չի, հազարամյակների։ Ինչ անենք, որ անունները անընդհատ սրանք ուզում են փոխած լինել պատմության դասար գրքում։ Չի կարելի այտենց։ Մի հատ մեծ ցույց տվեք վաղվա Հայաստանը։ Ուրվա գծեք ու ասեք վաղվա Հայաստանը էս է։ Երեխաները ծնվում են, պետությունը տալիս է կրթություն, 100-200 հազարանոց մանկապարտեզներ չկան։ 100-200-500 հազար դոլարանոց բաներ դպրոցներ չկան։ Երեխան գնում է կողքի դպրոցը։ Դրա համար պետք է մենք ոչ թե ուշադրություն դարձնենք, թե որ դպրոցում կարելի է փողով սովորել, այլ պետք է ուշադրություն դարձնենք, որ բոլոր դպրոցներում պատշաճ կրթություն տան երեխեքին։ Դպրոցը նորից պետք է դառնա դաստիարակող։ Ինչի ձրկեցին դպրոցը։ Ուսուցիչը նորից պետք է դառնա հարգանքի արժանի մարդ։ Մի բողոքեք ուսուցիչներից, այս խեղճ ուսուցիչների կյանքը մի քիչ լավացրեք, մեղք են։ Իրանց բանի տեղ չեն դնում, ոչ աշակերտը, ոչ ծնողը, ոչ պետությունը, որովհետև կոպեկները ստանում, ժամանակը վատնում է էլեկտրոնային այդ մատյանները լրացնելու եւ ժամանակ չունի, ինքը գնա թատրոն։ Տիկին Ավետիսյան, մեր եթերում շատ եք խոսել հայկական հեքիաթների մասին եւ հատկապես հայկական հեքիաթներից ինչ կարող ենք սովորել, որոնք դրվագ առ դրվագ մեր կյանքից են վերցրած եւ կարեւոր հաղորդագրություններ կան։ Կխնդրեի մեր հետևորդներին, հատկապես ծնողներին առաջարկել մի քանի հեքիաթներ, ինչու եւ մատնացույց անել, որ հեքիաթից հատկապես ինչ կարող ենք սովորել, այդ հեքիաթների մեջ որ արժեքներն են բերվում առաջին պլան եւ դաստիարակման հարցում այդ հեքիաթները ինչ կարեւոր գործոն կարող են լինել։ Այդտենց հեքիաթ չկա, որը չուզենամ հիմա մեջ բերել։ Մեկը հենց հիմա ինչ է ձեր մտքով անցնում։ Ջհուդի մաշիկները։ Գիտես ոնց, մեր բոլոր հեքիաթները, օրինակ այս անխելք բանը շատ կարևոր հեքիաթ է։ Անխելք մարդ։ Անխելք մարդ։ Թումանյանի։ Հա, շատ կարևոր հեքիաթ է, որովհետև ցույց է տալի, որ դու ուրիշին լավություն անելով քեզ էլ ես անում լավություն։ Սովորիր կարեկցել։ Այն հեքիաթը թագավորը, վերնագիրը չեմ հիշում, թագավորը ուներ 3 տղա։ Տղաներին տալիս է մի քսակ ոսկի, ասում է գնացեք այդ ոսկին ճիշտ ծախսեք, բան առեք։ Բերեք տեսնեմ ով ճիշտ բան առե, իրան էլ տեղս կդնեմ։ Իսկ միջալույս թագավորները ինչի ամեն հեքիաթում 3 տղա ունեն, որտեղ մեկը ժառանգում էր գահը, մեկը զորքը, մեկը եկեղեցին։ Այդպես էր։ 3 իշխանություն կար։ Հիմա մեկը գնաց արևելք, բերեց այնտեղից ասեղնագործ ոսկե շորեր։ Մեկը գնաց արևմուտք, բերեց այնտեղից հետաքրքիր ամանեղեն, շատ գեղեցիկ։ Մեկն էլ գնաց հյուսիս, բերեց ցորեն։ Մի քանի արաբա ցորեն։ Հիմա արդեն մոտենում էր տանը, հասավ լճին, պարկեց քնելու վրանի տակ։ Մեկ ինչ-որ ձայներ լսեց։ Գլուխը դուրս հանեց, տեսավ ձկնիկները դուրս են եկել։ Ասում են մենք սոված ենք, մենք սոված ենք, մենք սոված ենք։ Ինքը վերցնում է նավակը, դուրս է գալի բանի լճի մեջտեղը, սկսում է սփրել այդ ցորենը։ Հա ինչքան սփրում է, այդքան քիչ է լինում։ Վերջի տոպրակն էլ լցնում է ծովը։ Ասում է դելով հիմա ով ասեց, որ բոլորը պետք է թագավոր դառնան, ես էլ չդառնամ։ Ու նորից գնում է, պարկում է, քնում է։ Առավոտյան երբ որ աչքերը բացում է, տեսնում է, որ ամբողջ ափով մեկ ձկնիկները բերել են մի մարգարիտ շարել են, որպես երախտիկ։ Ինքը այդ մարգարիտները հավաքում է մի տոպրակի մեջ, տանում է տուն,
Սկզբից իհարկե ծաղում են վրան, որ վերածը ընդամենը մի տոպրակա, բայց հետո տեսնում են, որ արժեքավոր Մարգարիտ է, ու ինքը դառնում է թագավոր։ Մեր բոլոր հեքիաթներում կարեկցանքը շատ կարևոր բան է, մարդկանց օգնելու ցանկությունը շատ կարևոր է, ուրիշներին օգնում ես, ամեն հեքիաթ է դա ցույց տալի, դու ինքդ քեզ ես օգնում։ Շատ կարևոր է դա։ Հիմա որ մարդիկ այդպես ուզում են դառնալ անուշադիր, դրա հետևանքը ի՞նչն է։ Տղաները չեն ուզում ամուսնանալ, որովհետև ընտանիքը ուշադրության կենտրոնում պետք է պահի։ Աղջիկները չեն ուզում երեխա բերել, որովհետև երեխան պետք է ուշադրության կենտրոնում լինի։ Այդ ուշադրությունը, այդ կարեկցանքը, որը ուղեղի որոշակի մասում է գտնվում, այսա, սկսել է մահանալ։ Շատ կարևոր է, որ մենք արդնացնենք դա մեր երիտասարդների մեջ։ Այո, պայմանները վատն են։ Եթե ինքը տուն է առնում բանկից վարկ վերցնելով, պետք է մինչև թաղվելը այդ բանկի տոկոսը տա։ Բայց եթե պետությունը դառնա պետություն, ոչ թե ուրիշների, վաշխառուների ֆիլիալը, կլինի ուրիշ կյանք, հասկանում ես, սոցիալական կյանքը կարևոր է, մենք մակերեսային չխոսենք, պետք է մի քիչ լավացնենք էլի էությունը մեր պետության։ Պետք է լինեն մարդիկ, որոնք կհամախմբվեն դրա շուրջ, կուզենան պետության ուղղությունը փոխել, սոցիալիստական կուսակցություններ, կոմունիստական կուսակցություններ, ուր եք մտել սեղանի տակ, ումից եք վախում, ինչի եք վախում, դուք դրա համար եք, ձեր անունը դա է վկայում, բայց դուք փախել եք ձեր նպատակից։ Ընդհանրապես գիտես ինչ բան է, անարդարությունը շատ է, օրինակ այն տղան, որ նստած է մինչ օրս, այն որ կռվի ժամանակ թուրք է սպանել Ռուսաստանում էր նստած, հիմա բերել են ստեղ են նստել։ Էդ ինչքան կաշառք են տվել թուրքերը հայերին, որ հային թուրք սպանելու համար պահեն բանտում։ Այնինչ Ռամիլ Սաֆարովը դարձավ ազգային հերոս։ Այո։ Ես վստահ եմ, ոչ թե սրանք դաժան են, անուշադիր են, սրանք կաշառակեր են։ Պետք է կաշառակեր լինես դու, որպեսի հային բանտում պահես թուրք սպանելու համար։ 1000 ամոթ, հարամ լնի այդ փողը։ Հայ տղա է, այ մարդ, քանի տարի է նստած է, թողեք դուրս գա։ Չքան կարելի է հայ տղեկին բանտերում պահել։ Ամենալավ տղեկը նստած են բանտերում, մալադեց։ Տիկին Ավետիսյան, հայրենիքը ցավերի մեջ է, ինչպես պետք է բուժենք։ Սովորելով, գիտելիք կուտակելով։ Դա հեշտ չէ եւ ավելի հեշտ է նստել ու նռալ բանի սկրոլինգի ժամանակ։ Այսը թերթում ես, վատորությունները տեսնում ես ու նռում ես։ Այս նորաձև տերմիներից էլ եք տեղյակ, Տիկին Ավետիսյան։ Հոդվածներ եմ գրում, կարդում, ուրեմն այդ սկրոլինգի մասին էր գրված, որ դրա հետևանքով մարդիկ կորցնում են քունը, խելքը, առողջությունը, ամեն ինչ։ Եվ ձեռք են բերում շուրջօրյա հոգնածություն։ Իհարկե։ Բայց հիմա որ հարցնում ես գիրքը կարդացիր, ասում եմ, Տիկին Ավետիսյան, ժամանակ չունեմ։ Այ ժամանակը ստեչի։ Առանց հայհոյանքների։ Այո, ժամանակը ստեղ չես գործնում ես, չէ՞։ Թաղում ես քո ժամանակը։ Քո կյանքի հատվածները ուղակի մերցնում ես։ Նստի գիրք կարդա։ Հասկանում եմ ձեր ասածը եւ շատ կարեւոր է եւ հզորանալու միջուկը պետք է լինի գիտությունը եւ կրթվածությունը, բայց մենք այսօր այնպիսի օրհասական ժամանակներ Չէ։ Մենք 30 տարի օրհասական ժամանակներ ենք ապրում։ 30 տարի է հոգուտ մատաղ։ Տիկին Ավետիսյան, վերջին մի քանի տարիների ընթացքում որքան կուրսներ ունեցանք։ Բայց նախորդ տարիները դրան էին տանում։ Բայց կուրսներ ունեցանք ու թշնամիները այսօր էլի կրկին մատ են թափ տալիս։ Հալատ են անում։ Առանց կրթվելու մենք կդառնանք ուղղակի վայրի ցեղ մեր թշնամու պես։ Կրթվելը մեկ, որը շատ կարևոր է, հաջորդը որն է ձեզ։
Համախմբվելը, սոցիալական, համայնական կարգեր ստեղծելը։ Հայը այսօր ի վիճակի է համախմբվելու։ Իհարկե, հայը դրան է հակված։ Հայը դրան է Ինչն է հակված։ խանգարում այսօրվա հային, որպեսզի միասնական համախմբվի եւ իր ասելիքը շեշտակի ասի։ Մի հատ գնա գերեզմանատուն, կանգնի նայի։ Այդպես դեպք կա, որ բերեն մի մարդու թաղեն ընդամենը 10 հոգով։ Դες բան տեսել ես։ Ճիշտ է։ Դա համախմբվում է։ Բա ի՞նչ է համախմբում չի։ Իսկ արևմտյան երկրներում քանի հոգով են թաղում։ 4.5։ 4.5։ Հա։ Շնորհակալ եմ տիկին Ավետիսյան։ Եսի հարցով մի քիչ մտածելու դերեկ տվեցիք ամեն դեպքում։ Շնորհակալ եմ, որ Բանից հետո թաղումից հետո գալիս են տանը կոկտեյլ են խմում ու գնում են ոտի վրա։ Իրար ցավակցել, սեղանի վրա նստել, շվեյցարական մերելին հիշել, մեծարել, կենթանի կենացը խմել չունեն, այդ կուլտուրան չունեն իրանք։ Իրանք վայրի են։ Մենք մնանք մենք։ Բայց ամեն դեպքում մենք իրենցից սովորելու բաներ ունենք։ Օրինակ։ Երեքով անկողին մտնելը։ Այդպես ենք հարուզում։ Ինչ ունենք սովորելու Ասում իրանցից։ են, որ արևմտյան արժեքները շատ կարևոր են մեզ համար։ Օրինակ մի արժեք ցույց տուր։ Ես չեմ կարող ասել։ Իսկ որտեվ չկա։ Ինձ համար կարևոր արժեքները միայն հայկականն են, պարզապես դրանք մնացել են շատ տեղերում փոշու տակ։ Գիտես ինչ, իրանք սովոր են կանգնել այն դիրքով, որ մենք ձեզնից լավն ենք, մենք ձեզնից կիրթ ենք, մենք ձեզնից խելացի ենք, մենք ձեզնից վեր ենք, դրա համար վերից վար ենք նայում։ Всё։ Կգա մի օր, որ հայը գիտակցորեն ընկալի եւ ըմբռնի, որ հայկական արժեքներից աշխարհում ոչ մի վայրում չկա։ Բարձր։ Ես ու դու գիտենք դա։ Գիտենք, չէ՞։ Իհարկե։ Ես վստահ եմ, որ հիմա մեզ նայող մարդկանց զգալի մասը նույն կարծիքի է։ Այն մասը, որը նույն կարծիքի չի, դու գիրք կարդա։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ, շատ ապրես։ Հետաքրքիր հաղորդում ունեցանք եւ կարծում եմ, որ դուք ձեր սրտի խոսքը լիարժեքորեն ասել եք, բայց ելի կիսատ է մնացել մյուս հաղորդումների համար։ Մյուս հաղորդումներին, այո։ Պատրաստ եք դուք։ Միշտ Սիրով եք, չի համաձայնում։ Միշտ պատրաստ։ Սիրով եք համաձայնում։ Այո, իհարկե, Արեգ ջան, նախ դու հրաշալի զրուցակից ես, հետո ես գիտեմ, որ արձագանքը լավն է։ Լավ մարդիկ են մեզ նայում։ Ու բան են երախտապարտ մարդիկ։ Իրանք գնահատում են։ Եվ մի հարց կարճ պատասխանեք։ Տարին ինչպես է սկսվել։ Հրաշալի։ Հրաշալի։ Ինչ ընթացք եք տեսնում։ Դրական։ Դրական։ Լավը սենք որ լավը լա։ Լիովին համակարծիք եմ։ Ամենայն բարիք ձեզ։ Ձեզ բոլորիդ ապրես Արեգ ջան, բոլորիդ։ Այսպիսին էր այսօրվա տեսլականը, սիրով զրուցում էի հայագետ Լիա Ավետիսյանի հետ։ Շնորհակալ եմ ուշադրության համար, բաժանորդագրվեք մեր ալիքին խաղաղություն եւ հաղթանակ հայոց աշխարհին։